Հայաստանում սնանկության գործերով դատավարությունները թևակողում են նոր փուլ։ Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը գործարկելու է սնանկության նոր էլեկտրոնային համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից։ Նոր համակարգով փաստաթղթեր ներկայացնելը պարտադիր է լինելու կազմակերպությունների եւ բիզնեսի, պետական եւ տեղական մարմինների, մասնագիտական խմբերի համար, փաստաբաներ, սնանկության կառավարիչներ, նոտարներ եւ հաշտարարներ։ Իսկ ֆիզիկական անձանց համար համակարգը պարտադիր կդառնա միայն այն դեպքում, եթե նրանք գոնե մեկ անգամ արդեն օգտվել են այդ համակարգից կամ գրանցվել են այնտեղ ու դատարանին չեն հայտնել օգտվելու անհնարինության մասին։ Արդարադատության նախարարությունից հավելել են, որ ապրիլի 27-ից հետո սկսվող նոր դատական գործերով բոլոր հիմնական փաստաթղթերը պետք է ներկայացվեն բացառապես համակարգի միջոցով։ Դրանք են հայցադիմումները եւ բողոքները, դիմումներն ու միջնորդությունները, առարկություններն ու դիրքորոշումները։ Բացառություն են միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, դրանք շարունակվելու են ներկայացվել հին թղթային տարբերակով։